շուրջ շատ զգայուն թեմա է սա եւ շատ, այսպես ասեմ, ցավալի եւ շատ տհաճ է արձանագրել, որ երկրի ղեկավարը, ով կարող է անգամից կուսակցական միջոցառման ժամանակ ծնկի գալ, ցույց տալ թե տեսեք իբրև թե խոնարհում ունեն իշխանությունները զոհվածների, անհետ կորածների, հիշատակի եւ նրանց ծնողների առջեւ, բայց երբ որ առաջանում է ինչ-որ իրավիճակ, միանգամից բիրտուժ են ցուցաբերում, մասնավորապես Արսեն Ղուկասյան գիտենք, որ ունի առողջական խնդիրներ, բայց անգամից դա է դեմենք մի կողմ, թե մարդիկ 5 տարի իրենց հարցերի պատասխանը չեն գտել, իրենց զավակի հետ կապված հավաստի վերջնական ինֆորմացիա չունեն, իշխանությունները պարտավոր են ցուցաբերել ծով համբերություն, իրենց այդ հռչակած հանդուրժողականությունը այստեղ դրսևորվեր եւ նրանց հետ հարաբերվեին մարդիկ, պաշտոնյաներ, ովքեր համբերատար են, հանդուրժող են, անգամից ծնողներից հասումը արդարացիորեն լուրջ, կուլ տվող, իրենց պարտականությունները պատշաճ կատարող պաշտոնյաներ պետք է հարաբերվեին եւ այո, ծնողների հետ շատ զգուշ, չափավոր պետք է վերաբերվել։ Այս պարագայում այս դրսևորումները պատահական չեն, իշխանությունների բիրտուժի մարդկանց բանտերը լցնելու, ցանկացած ընդվզող, պայքարող անհատի դեմ ռեպրեսիվ մեքենա կիրառելու այս անհագուկ ոլորտը, որ իրենք ունեն, դրա շարունակությունն է։ Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր իրեն պատասխանատու համարող քաղաքացի անկախ քաղաքական հայացքից պետք է սատար կանգնի անհետ կորածների ծնողների պահանջներին, պայքարին, բայց խոշոր հաշվով լուծումը քաղաքական հարթությունն է եւ հույսենք, որ առաջիկա ամսական գործընթացներում կամ առհասարակ որևիցե քաղաքական հանդիսալուծման ժամանակ այս ամոթի նվաստացման, Էրդողանի գրքով հանրությանը կրթելու այս խայտառակ տենդենսը որդեգրած իշխանություններին պատմության արխիվ ուղարկելով է, որ հնարավոր է շանս ստեղծել, որ եւ անհետ կորած ծնողների ծնողները իրենց հարցերի պատասխանը փոքր-շատ է հավաստի ստանան եւ առհասարակ հասարակության մեջ այս ագրեսիայի, այս բիրտուժի, անհանդուրժողականության այս միտումները գնան դեպի անկում եւ մարդիկ լինեն հասկացված, ընկալված իրենց հայրենիքով։